2018-ի սիրո եւ համերաշխության լոզունգներից այսօր միայն հիշողություններն են մնացել։ Նիկոլ Փաշինյանը հիմա քաղաքացիների հետ շփվելիս ունաթ է գալիս ու հանդիմանում։ Մեր այս խելքը, որ բերել ենք դրել, որ գանք ասեք, մտքես բերամ, ասում եք մանկապարտեզ չկա։ Այն ժամանակ պետք էր մարդկանց թյուրիմացության մեջ գցել։ Նախապատրաստական հսկայական աշխատանք էր կատարվել եւ մարդիկ ընկան այդ ծուղակը։ Հիմա այդ նույն ոճով իրենք ինքը նաեւ շատ լավ հասկանում են, որ այդ նույն ոճով հնարավոր չէ մարդկանց գրավել իրենց կողմը, նորից ուրեմն խապկանք ստեղծել, նորից ծուղակ ստեղծել մարդկանց համար։ Հոգեբանը նկատում է, ներքին խորը տագնապ եւ վախեր կան, որոնք թաքնված են արհեստական երջանիկ կերպարի տակ։ Նույնիսկ եկեղեցի մտնելիս նա չի հրաժարվում ուժայինների հոծ շարքերից, զգալով ժողովրդական ըմբոստության վտանգը։ Իր մեջ կան անշուշտ ներքին բախումներ։ Հասարակական տրամադրությունները չտեսնել հնարավոր չէ, որովհետև մարդիկ, ինչպես մենք տեսնում ենք, վերջին հանդիպումների ժամանակ ոչ միայն սառնություն են ցույց տալիս, այլև արդեն իսկ արտահայտվում են։ Միջազգային հարթակներում պատկերն ավելի քան խոսուն է։ Այն առյուծը, որը մատ է թափ տալիս սեփական ժողովրդի վրա, թշնամի երկրների ղեկավարների առաջ վերածվում է կռացած եւ նվաստացած կերպարի։ Ինքը ուղղակի չի կարող Ալիևների ներկայությամբ իրեն պահել այնպես, ինչպես գալիս է եւ առյուծ է կտրում մեր ժողովրդի, մեր ուրեմն գործիչների նկատմամբ։ Իրենք համագործակցում են, ընդ որում իրենք համագործակցում են նվաստացուցիչ պայմաններով։ Հիմա նույնպես զերծ չէ այս հոգեբանական ճնշումներից։ Փոխադարձ վախն ու կախվածությունը դարձել են այն սոսինձը, որը պահում է այս խմբավորումը։ Սակայն այդ կապերը նույնքան փխրուն են, որքան նրանց հռչակած ժողովրդավարությունը։ Այդ որ երկում են ուր էլ գնաս հետդ կգամ, չէ, ուրեմն թող ինքնախապեյությամբ չզբաղվեն։ Փաշինյանը իրենց ոչ միտեղ չի տանելու, լավ մի հատ Նիկոլին հարցնեն, ուր որ գնում է իրենց կտանի իրենց հետ, չի տանելու։ Թողնելու է բախտի քմահաճույքին, ինչը ես կարծում եմ, որ բավականին մոտ է։ Հոգեբանական վերլուծությունը փաստում է, իշխանական վերնախավում տիրում է զզվանքի, վախի եւ անխուսափելիության զգացումը։ Երբ հասարակական զայրույթն ու արհամարանքը միավորվեն, որևէ իմիտացիա կամ ուժային կառույց այլևս չի փրկի այս համակարգը։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Արմաթ մեդիա AM կայքում։